Բարի երեկո, եթերում է հորիզոնի գլխավոր թողարկումը։ Կառավարության այսօրվա նիստում որոշվել է գումար հատկացնել 0-ից 18 տարեկան երեխաների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի ծրագրին, այսպիսով 1100 երեխաների համար կմեկնարկի շաքարային դիաբետի կառավարման ծրագիրը, գործադիրի նիստի մանրամասները տեսանյութում։ Նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարարը Ստանայ Թավանեսյանի շաքարային դիաբետի կառավարման եւ ճշգրիտ տվյալների ապահովման այս համակարգում ներառվելու են վերջին սերնդի սենսորներ։ Մեր շահառուները օրական 5-ից 6 անգամ իրականացնում են արյան չափման գործընթաց եւ երեխաների համար մատը ծակելը թե հոգեբանական եւ թե շատ առումով կազմակերպչական առումով բարդություններ է առաջացնում եւ հաճախ նաեւ հրաժարվում են երեխաները այդ չափումները իրականացնել, ինչը հանգեցնում է նաև ինսուլինի ոչ ճիշտ դեղաչափերով ապահովելուն։ Այս նորագույն սարքերը հնարավորություն կտան կանխատեսել թե հիպոգլիկեմիկ, թե հիպերգլիկեմիկ շոկերը եւ ճշգրտորեն կառավարել ինսուլինի քանակը եւ դեղամիջոցը հատկացնել ճշգրիտ չափաքանակով։ Հարյուրավոր երեխաների կյանքը էականորեն փոխվելու է այս ծրագրով։ Դիաբետը դառնալու է կենսակերպ, այլ ոչ հիվանդություն։ Սա դիաբետի կառավարման գերժամանակակից միջոցներից է, բայց ոչ այն տեսակը, երբ ինսուլինի ներարկումը տեղի է ունենում ավտոմատ եղանակով։ Այս հստակեցումից հետո վարչապետը հարց տվեց ծրագրի ժամկետների մասին։ Շաբաթվա վերջ կքննարկվի, որ ասեցին, բայց դեռ չի հասել։ Սարքերը երբ կհասնեն։ Պարոն վարչապետ, մատակարարումները սահմանված են մինչև տարեվերջ եւ այսպես խմբականակներով մենք կստանանք։ Այս սարքերի տեղադրումը որոշակի իրենից նաեւ խորհրդատվություն է ներկայացնում եւ այդ ամեն ինչը մտած է։ Այսինքն երեխաները կհրավիրվեն, իրենց բժիշկը եւ բուժքույրը ամբողջապես կիրականացնի փակցնումը սարքի եւ նաև կրթական հատվածը եւ այսպես խումբ մենք մինչև տարվա վերջ ուրեմն պիտի ապահովենք։ Ապա անդրադարձ եղավ ճանապարհաշինական ծրագրերին միջին նորոգման աշխատանքների համար կառավարությունը կտրամադրի 2.9 միլիարդ դրամ, ինչը նախատեսված է 58 կիլոմետր ճանապարհի համար։ Ընթացիկ տարվա ընթացքում արդեն հիմնանորոգվել է 400 կիլոմետր ճանապարհ։ Այս տարի 500 կիլոմետրը կարողանում ենք իրատեսորեն հասցնել։ Ամբողջովին, պարոն վարչապետ, նախատեսվածից ավելի շուտ կիրականացնենք։ Մենք պլանավորում ենք, որ նոյեմբեր ամսին արդեն կավարտենք աշխատանքները, փաստացի 100 կիլոմետր է մնացել, որից մոտավորապես 40 կիլոմետրի ներքին շերտն ամբողջությամբ պատրաստ է, դեկտեմբերին ասֆալտ չենք անի։ Վարչապետը երթով թվարկեց արդեն հիմնանորոգված եւ ընթացքի մեջ կամ շինարարության սկզբնական փուլում գտնվող ճանապարհներն ու համայնքներում ավարտված եւ ընթացող սուբվենցիոն ծրագրերը, ապա անդրադարձ եղավ գյուղատնտեսական ապրանքի մթերման եւ արտահանման ցուցանիշներին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման 14% աճ կա, իսկ խաղողը էկոնոմիկայի նախարարի խոսքերով արդեն մթերվել է 99%-ով։ Քննարկումների ժամանակ շոշափվեց նաև Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությունը, որի մասին վարչապետը խոսել էր նաև Թբիլիսիում։ Դա շատ կարևոր որոշում է եւ դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրը եւ ձեռքբերված պայմանավորվածությունները դրանք ընդհանրապես ինչպես փորձ արվում որոշ տեղերում ներկայացնել, ընդհանրապես միայն դեկլարացիա չեն, այսինքն դրանք դեկլարացիա են, բայց որը իր հետ բերել է կոնկրետ արդյունքներ։ Ես ձեզ մի նման բան ասեմ, հարգելի գործընկերներ, որովհետև տեսեք, երբ որ մեր որևէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը ամբողջ սոցիալական ցանցերում բուռն քննարկվում է, չէ՞, թեման։ Բայց որ մեր գյուղում արդեն որևէ գյուղում երկար ժամանակ կրակոցի ձայն չի լսվում, դա բնականաբար ոչ մեկ չի քննարկվում, ոչ մեկ ամեն օր չի վեր կենում, ասում, վայ, այսօր էլ մեր գյուղում կրակոցի ձայն չլսվեց, այսօր էլ չլսվեց, այսօր էլ չլսվեց, բայց մենք ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք։ Ապա կառավարության ղեկավարը հերթական տվյալները ներկայացրեց գրանցված աշխատատեղերի մասին, նոր տվյալներով նոր ռեկորդ է գրանցվել։ 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ մենք առաջին անգամ պատմականորեն Հայաստանում գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800,000-ի սահմանը, պատմականորեն երբեք մենք նման թիվ չենք ունեցել եւ կազմել է սեպտեմբերի դրությամբ 805,687։ Մեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ
աշխատատեղերը գրանցված ավել են 37140-ով կամ 4.8%-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ 222912-ով կամ 38%-ով։ Տեխնախագահի խոսքերով սակայն դեռ կա եւ ստվեր եւ չգրանցված աշխատողներ ու թեր հայտարարագրված աշխատավարձեր։ 9 ամսում ՊԿ 2000 չգրանցված աշխատատեղ է բացահայտել։ Աշխատողին, որի աշխատավարձը գործատուն չի ձևակերպում, ինքը ուղղակի քայքայում է կյանքը այդ աշխատողի։ Ինչի, որովհետև այսօրվա իրականության մեջ այլևս մարդու սպառումը կախված է իր եկամուտի պատմությունից։ Այսինքն չձևակերպելով աշխատավարձ տալով կանխիկ, գործատուն աշխատողին զրկում է հիփոթեքից, զրկում է մեքենա գնելու հնարավորություն, նորմալ ապրելու հնարավորությունից։ Եվ այս իմաստով մեր քաղաքացիները, ովքեր որ ձևակերպված չեն, բայց աշխատում են, պիտի իմանան, որ իրանք խապված են եւ այսօրվա չձևակերպված եկամուտը վաղը իրանց կյանքը սարքելու է շատ ավելի անորակ, քան իրանք կարող են ունենալ։ Երբ որ խոսում ենք ստվերի չգրանցված աշխատավարձի մասին, մարդկանց թվում է մենք իրանց հետևից ենք ընկել։ Մենք իրանց հետևից չենք ընկել, մենք իրանց շահերից ենք ելնում եւ մեր գործողությունները իրենց շահերը սպասարկելու համար են ներառյալ։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարարները քննարկել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև փոխգործակցության ողջ օրակարգը, մտքեր են փոխանակվել ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաեւ Հայաստանի Եվրամիություն գործընկերության ընդլայնման շուրջ։ Արարատ Միրզոյանը եւ Ժան-Նոել Բարոն անդրադարձ են կատարել տարածաշրջանային իրողությունների, այդ թվում օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կոչմանն ու կարևոր զարգացումներին։ Խորհրդարանում այսօր եւս պատգամավորների ելույթները հիմնականում ոչ թե քննարկվող բուն հարցերին են վերաբերել, այլ դաշնակցության ուղղված իշխանության մեղադրանքներին, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրվող ցորենին։ Ապա շրջափակման դիմաց Ադրբեջանը զիջում է արել։ Մենք միշտ ինչ էինք փորձում հասկանալ, երբ ստորագրվեց օգոստոսի 8-ի երկկողմ հռչակագիրը, որը այստեղից փորձում էր ներկայացվել որպես եռակողմ գրողը տանի, որն է փոխադարձ առավելությունը։ Հիմա մենք հասկացանք, Հայաստանի այսօրվա իշխանությունները ադրբեջանցիներին տալիս են միջանցք։ Այդ բառը ով ինչպես ուզում է թող հասկանա, անխոչնդոտ անցումը, դա միջանցքն է, որովհետև երբ գործընկերները փորձեցինք հասկանանք Նիկոլ Փաշինյանից այդ անխոչնդոտը որն է, ինքն ասում է դե օրինակ ԵԱՏՄ, հիմա ԵԱՏՄ-ում այսքան խնդիրներ կան։ Փոխարենը ինչ որ անորոշ առավելություն, ասում եք կարող է այդ անորոշ առավելությունը փողն է, որը դուք առաջարկում էիք դեռևս 2001 թվականին։ Հիմա ինչա, մենք տալիս ենք միջանցք, Ադրբեջանը թույլ է տալիս մի անգամ, որտեղ խոսք չի եղել, որ դա եղել է մշտական գործողություն, կոնկրետ ակտաուից ցորեն բերել Հայաստան։ Ասում եք անխոչնդոտ նշանակում է միջանցք։ Նախ Հայաստանը չեք պաշտպանում, ակնհայտ է, եթե այսպես եք մեկնաբանում, պաշտպանում եք դեռիվ այլ բան։ Բայց հետաքրքիր է, որ այդ նույն փաստաթղթի մեջ դուք չեք նկատում, որ գրած է միջազգային իրավունքի ամենագերակա, ամենակարևոր սկզբունքը՝ տարածքային ամբողջականություն։ Մեր փորձից քմծիծաղ եք տալիս, որովհետև ձեր քաղաքական երևակայության մեջ այդ սկզբունքը ազգերի ինքնորոշումն է։ Այդպես ցույց տվեցին այն փաստաթղթերը, որը որ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց նույն ԵԱՀԿ-ի շրջանակներում։ Մեր դառը պատմությունը ցույց տվեց, որ ամբողջ աշխարհի համար դա գերակա է։ Բայց վերադառնանք այս կոնտեքստին, անխոչնդոտը մի հատ բառ է։ Տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի սկզբունք։ Այդ երկուսը ինչու՞ չեք կարող իրար հետ հարաբերակցեք։ Ընդ որում տարածքային ամբողջականության սկզբունքը մենակ չի գրած։ Գրած է սահմանների անխախտելիության հետ, մյուս սկզբունքների հետ։ Ինչի է սովորական այդ հայերեն անխոչնդոտ բառը ձեզ համար գերակա մնացած բառերի նկատմամբ։
Բաքվի զինվորական հարցերով դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էլջեքչյանի հարցով նրա փաստաբանները կրկին փորձում են միջազգային կառույցների ուշադրությունը սևեռել նրա ճակատագրի վրա։ Փաստաբանները բողոք են ներկայացրել կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբ։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, եւ ինչ է նշվում այդ բողոքում։ Փաստաբանները պահանջել են ՄԱԿ-ի այդ հատյանից նոր ջանքեր գործադրել Վիգեն Էլջեքչյանին ազատ արձակելու նպատակով, հաշվի առնելով, որ իր դեմ այդ արշավը եւ կայացված դատավճիռը հակասում է միջազգային նորմերին, կամայական է եւ այն փաստը նաեւ, որ նրա առողջական վիճակը չափազանց ծանր է եւ կյանքի վտանգ կա իրականում։ Այդ բողոքը նամակը ներկայացրել են երկու փաստաբան, ծագումով հայ Մարիա Լուսինա Մինասյանը, ով արգենտինացի է, եւ իսպանացի փաստաբան Այտոր Մարտինես Խիմենեսը։ Հիշեցնեմ, լիբանանացի մեր հայրենակիցը ձերբակալվել էր Շուշիում 20 թվականի նոյեմբերի 10-ին, այսինքն այդ համաձայնագրի ստորագրումից 1 օր անց, նա պարզապես մեկնում էր Շուշի ուր իր տուններ, չգիտեր համաձայնագրի ստորագրման մասին, անձնական իրերներ պատրաստվում վերցնել։ Եվ նրան մեղադրել էին ահաբեկչության եւ վարձկան լինելու մեջ եւ 21 թվականի հունիսին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկման։ Փաստաբանները պնդում են, որ դրանով խախտվել են բոլոր միջազգային կանոնները եւ կոնկրետ երկու հանգամանքի վրա են ուշադրություն դարձնում։ Առաջինը այն, որ նրան դատել է զինվորական հարցերով դատարանը, թեև նա քաղաքացիական անձ էր։ Այդ խախտումը հակասում է ընդունված բոլոր նորմերին։ Իսկ երկրորդ հանգամանքը այն է, որ նրան մեղադրել են վարձկան լինելու մեջ, մի դեպքում, երբ դա նույնպես որևէ կերպ իմաստավորված եւ չի փաստերով ամրագրվում։ Բանն այն է, որ միջազգային կոնվենցիաները, մասնավորապես Ժնևի կոնվենցիան, ճանաչում է, որ եթե անձը պատկանում է մի էթնիկ խմբի, որը ներգրավված է ռազմական գործողությունների մեջ, նա չի կարող ճանաչվել որպես վարձկա։ Այս դեպքում Վիգեն Էլջեքչյանը ոչ միայն ծագումով հայ է, ոչ միայն էթնիկ զտարյուն հայ է, ավելին նա Հայաստանի քաղաքացի է 15 թվականից։ Նույնիսկ ավելին 19 թվականից նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի է եւ Շուշիի բնակիչ։ Նա գրանցված է եղել Շուշիում եւ ապրել է Արցախի Հանրապետությունում։ Այսինքն ինքնապաշտպանվելու իրավունքը նրա օրինական իրավունքն է եղել եւ եթե անգամ նա իսկապես մասնակցել է ռազմական գործողություններին, մի բան ինչը ապացուցված չէ, նրա վրա պետք է տարածվեր Ժնևի կոնվենցիան եւ նրան պետք է ազատ արձակեին, այլ ոչ թե դատապարտեին որպես վարձկանի։ Այս բոլոր հանգամանքների վրա է ուշադրությունը դարձնում փաստաբանական խումբը եւ նաեւ մի հանգամանք եւս փաստաբանները կասկածի տակ են դնում ՄԱԿ-ի կամայական կալանավորումների հարցերով աշխատանքային խմբի որոշ անդամների կողմնակալությունը։ Բանն այն է, որ վերջերս նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք դրա հիմքը իսկապես ապահովում են։ Իսկ ինչն է հիմք հանդիսացել կամայական կալանավորումների հարցով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի այդ անդամների չեզոքությունը կասկածի տակ դնելու համար։ Ժամանակին այդ անդամ հանդիսացող Հաննա Յուդկովսկայան, ով Ուկրաինան էր ներկայացնում, փաստաբան է նա, ջանքեր էր գործադրում, որպիսի հայ ռազմագերիների նկատմամբ այդ արշավը օրինական եւ լեգիտիմ ճանաչվի։ Եվ վերջերս պարզվել է, որ այդ տիկինը որոշ կախվածություն ունի Ադրբեջանից, այսինքն շահագրգռվածություն ունի։ Մասնավորապես միջազգային դատարանի հիմնադիր եւ առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն սեփական հետաքննությունն է անցկացրել օգտվելով բաց աղբյուրներից ստացված ինֆորմացիայից եւ պարզել է, որ Հաննա Յուդկովսկայան հանդիսանում է ուկրաինական մի իրավաբանական ընկերության համահիմնադիր, որը սպասարկում է Ադրբեջանի նավթային պետական ընկերության շահերը Ուկրաինայում։ Պայմանագրեր ունի այդ պետական ընկերության հետ, այսինքն Յուդկովսկայան աշխատավարձ փող էր ստանում Ադրբեջանի պետական կառույցի կողմից վճարված հոնորարների կամ ուրեմն վարձի հաշվին։ Դա ակնհայտ շահերի բախում է ստեղծում։ Բացի այդ, Յուդկովսկայի ամուսինը, ուկրաինացի մի քաղաքական գործիչ, մեղադրվում է կոռուպցիայի մեջ, որը ուղղակիորեն կապված է նաև Ադրբեջանի հետ։ Այդ ամենը հաշվի առնելով Յուդկովսկայան պարտավոր էր
ինքնաբացարկ հայտարարել համենայն դեպս այն դեպքերում, երբ քննվում էին Ադրբեջանի հետ կապված գործեր, մի բան ինչ չի արել։ Եվ Լոս Անջելեսի արդարադատության եւ ճշմարտության կենտրոնը բողոք է ներկայացրել հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչը փաստորեն կասկածի տակ է դնում ամբողջ այդ ատյանի գործողությունների օբյեկտիվությունը եւ անկողմնակալությունը։ Եվ այս փաստաբանական խումբը Էլջեքչյանի եւս այդ հանգամանքը հաշվի առնելով բողոք է ներկայացրել եւ պահանջել է, որպեսզի Յուտկովսկայան վայր դնի իր լիազորությունները եւ այդ խումբը կրկին նոր գնահատականներ փորձի տալ տեղի ունեցածի։ Արծեմ, իսկ ինչ տեղեկություններ կան Վիգեն Էլջեքչյանի առողջական վիճակի մասին։ Դե շատ քիչ օբյեկտիվ ինֆորմացիա կա իրականում, բայց այն կծկտուր տեղեկությունները, որոնք հասնում են, թույլ են տալիս ենթադրել, որ նրա առողջական վիճակը բավականին ծանր է։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում նա 2 անգամ երկարատև հացադուլներ է հայտարարել ի բողոք անմարդկային պայմանների եւ նաեւ ի բողոք նրա, որ նրան սահմանափակում են հարազատների հետ շփումը։ Դա նաեւ այսպես փորձ էր ուշադրությունը սևեռել ոչ միայն իր անձի, այլ նաեւ բոլոր հայ կալանավորվածների ճակատագրին միջազգային ուշադրությունը դարձնելու փորձ էր։ Նա բազմիցս ասել է հարազատներին հեռախոսակապի ժամանակ, որ նրան անգամ բժշկական օգնություն չեն ցուցաբերում, թեև նա լուրջ հիվանդություններ ունի։ Երբ անցած անգամ հացադուլի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների պահանջով նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Այժմ արդեն սեպտեմբերի 3-ից Ադրբեջանում միջազգային Կարմիր խաչ չկա եւ չկա ոչ մի միջազգային ատյան, որը կարող էր հետևել նրա ճակատագրի, նրա առողջական վիճակին, ինչպես է նաեւ մյուս մեր հայ գերիների իրավիճակին։ Նշեմ, որ ի տարբերություն մնացած մեր ռազմագերիների, Վիգենը պահպանվում է Գոբուստանի բանտում, որը հայտնի է իր անմարդկային պայմաններով, այնտեղ երկրում ամենաբարձր ինքնասպանության ցուցանիշն է եւ իդեպ նաեւ տեղեկություն կա, որ Վիգենը եւս ինքնասպանության փորձ է ժամանակին ձեռնարկել։ Այսինքն այդ մարդու կյանքին իսկապես վտանգ է սպառնում եւ այժմ արդեն շատ փոքր, բայց այնուամենայնիվ հույս կա, որ փաստաբանների այս վերջին դիմումը կնկատեն եւ ուշադրություն կդարձնեն նրա ճակատագրի վրա։ Շնորհակալություն Արծիվ։ Կարգավորող մարմինների եվրոպական հարթակի EPRA-ի 62-րդ համաժողովը անցկացվում է Հայաստանում։ Համաժողովում Հայաստանը ներկայացնում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Մանրամասները ռեպորտաժում։ Այսօր եւ վաղը Երևանում կանցկացվի կարգավորող մարմինների եվրոպական հարթակի EPRA-ի հերթական 62-րդ համաժողովը։ EPRA-ն գործում է որպես համագործակցության հարթակ, խթանելով ժողովրդավարական արժեքների ամրապնդումը, խոսքի ազատության պաշտպանությունը եւ մեդիա բազմազանության ապահովումը։ Մենք այստեղ ենք նախ Հայաստանի հյուրընկալ երկիր լինելու համար, փաստ, որը շատ հայտնի է ամբողջ աշխարհում։ EPRA-ն միավորում է 57 կարգավորող մարմիններ։ Այս օրինակ հանդիպումներ տեղի են ունենում տարվա մեջ 2 անգամ՝ մեդիա բազմակարծություն, մեդիայի ազատություն, կարգավորող մարմինների ռազմավարություն։ 2 օրերին ահա այս թեմաներն են քննարկելու։ EPRA-ն ստեղծվել է 1995-ին միավորելու եվրոպական երկրների կարգավորող մարմիններին, իսկ Հայաստանը EPRA-ի անդամ է 2010 թվականից։ Այս համաժողովում Հայաստանը ներկայացնում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Հայաստանը անհամեստություն չթվա բավականին մեծ դերակատարություն ունի այս եվրոպական հարթակներում։ Աշխարհում ոչ մեկ չգիտի որտեղ է սահմանը խոսքի ազատության եւ խոսքի ազատության չարաշահման, հա, եւ այստեղ շատ կարեւոր է կոնսենսուսը, հա, փոխհամաձայնությունը հասարակության, իշխանությունների, ընդդիմության, կարգավորող մարմինների մեդիայի միջև ի վերջո ինչը համարել խոսքի ազատության սահմանափակում եւ ինչը համարել, հա, խոսքի ազատության չարահաշահման, հա, դրսևորումներ։ Այս խոսակցությունը նաև այսօր է լինելու եւ վաղը այս հարթակներում, որտեղ այս խնդիրը մենակ Հայաստանի համար չի։ Եվ այսպես համաժողովին կքննարկեն թվային դարաշրջանում մեդիա բազմակարծության ձևավորման, խթանման եւ պաշտպանության հիմնախնդիրները, ինչպես նաեւ ռազմավարությունների մշակման եւ իրագործման մեխանիզմները արագ փոփոխվող միջավայրում։ Համաժողովը մեկտեղել է շուրջ 40 երկրների 56 կարգավորող մարմինների ներկայացուցիչների, այդ թվում Թուրքիայից։ Թուրքիայից առաջի անգամ եւ բավականին ներկայացական պատվիրակություն է 4 հոգի, հա,
Երեկեկան մենք բավականին երկար արդեն զրուցեցինք եւ առաջերտին գիտեք ինչ են արել։ Մեքենային վարձել, երեկոյան մեզ պատմեցին եւ գնացել են Գեղարդ։ Եվ ֆանտաստիկ տպավորություններով վերադարձել են։ Հակոբյանի գնահատմամբ Թուրքիայում կարգավորող մարմինը շատ հզոր է մեծագույն լիազորություններով։ Հայաստանը Թուրքիայի կարգավորող մարմնի հետ համագործակցությունը կարևորում է նաև հետևյալ տեսանկյունից։ Թուրքիայում մի քանի հայերեն լեզվով եւ հայկական բովանդակությամբ մենք on-line հարթակներ ունենք եւ թուրքական կողմի հետ աշխատելով մենք փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց հեռարձակման համար։ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, Իտալիա, Ուկրաինա, Ալբանիա հրավիրված գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչները Երևանում են, բացի Մալտայի ներկայացուցչից, ով թռիչքի խնդիրներ է ունեցել։ Իսկ Ռուսաստանից ու Բելարուսից էլ ներկա չեն, քանի որ նրանք այս հարթակի անդամներ չեն։ Հարթակի անդամ կարող են լինել միայն այն կարգավորող մարմինները, որոնք անկախ կարգավիճակ ունեն։ Այսինքն այն հանձնաժողովները, որոնք գործադիր իշխանության մաս են կազմում, իսկ Ռուսաստանում եւ Բելարուսում այդպես է, նրանք հարթակի անդամ իրավունք չունեն անել։ Այսինքն պատկերացրեք, այստեղ հավաքված են 40 երկրից հանձնաժողովի նախագահներ եւ ներկայացուցիչներ, պատկերացրեք, հա ինչ կարեւոր դեր են նրանք կատարում բոլորը։ Հակոբյանն ասաց, որ այսօրինակ համաժողովների շնորհիվ անդամ երկրներում նկատվող հակահայկական քարոզչության դեպքում հնարավոր է դառնում միջոցներ ձեռք առնել։ Հաշվի առնելով մեր նաև ընկերական բարեդրեցիական հարաբերությունները մենք կարողանում ենք ազդել եւ խնդրել հանձնաժողովին, որպեսզի իրենց լիազորությունների շրջանակներում կարողանան կասեցնել, կարողանան մեզ զգուշացնել, եւ կատարել այլ քայլեր, որոնք կնվազեցնեն մեր երկրին վնաս հասցնող ինֆորմացիայի տարածմանը տարբեր երկրներում։ Երկու օրերի ընթացքում համաժողովի մասնակիցները նույն հարկի տակ կփորձեն նաև տեղեկատվական ոլորտում առկա մարտահրավերների համար գտնել լուծումներ, այդ թվում ապատեղեկատվության, ատելության խոսքի, քարոզչության, անչափահասների վրա ունեցած ազդեցության եւ երկրի տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ։ Տիգրան Հակոբյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Հապարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադարից հետո դուք կարող եք դիտել հեռանկար, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։ Շանթի եթերը շարունակում է հեռանկար, իսկ հեռանկարում այսօր հյուրընկալել ենք քաղաքագետ Արա Պապյանին։ Պարոն Պապյան, շնորհակալություններ հրավերն ընդունելու համար։ Իշխանությունները հայտարարում են, որ տարածաշրջանը ապաշրջափակվում է եւ տեղի են ունենում զարգացումներ, որոնք անհնար էր պատկերացնել որոշ ժամանակ առաջ, ամիսներ առաջ ընդհուպ։ Օրինակ են բերում Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռներ բերելու սահմանափակման վերացումը, որն է ձեր գնահատականը։ Իմ գնահատականը տևյալն է, որ Ալիևը դա անում է, որպեսզի օգնի Նիկոլ Փաշինյանին ընտրությունների ժամանակ սեփական ժողովրդի վրա այդ խաղաղության եւ ապաշրջափակման հարցը լավ վաճառելու համար։ Եթե ապաշրջափակում է, ապա պիտի լինի միջպետական պայմանագիր, որի մեջ հստակ պիտի ամրագրվի ինչ պայմաններով, ինչ դեպքում խաթարվելու դեպքում այդ ճանապարհը ինչպիսի քայլեր պիտի ձեռնարկի։ Սա եթե միայն բարի կամքի դրսևորումը այսօր կարող է լինի, վաղը կարող է չլինի, եւ եթե օրինակի համար 1-2 անգամ հաջող ստացվի ճանապարհով բերել եւ փոխարենը նախկինում գոյացած մատակարարման աղբյուրները սառեցվեն, ապա կարա հետագայում ավելի ծանր վիճակ ստեղծվի։ Եթե ձեր ասած այդ տարբերակն է, ապա ինչու օրինակ Ալիևը վերջնական չստորագրեց խաղաղության պայմանագիր, այլ նախաստորագրեց, դրանից հետո էլ այսպես պահանջներ է առաջ քաշում։ Եթե ցանկանում էր օգնել, հենա միանգամից խաղաղության պայմանագիրը կստորագրեն եւ իշխանությունները կասեն, տեսակ, մենք բերեցինք վերջնական խաղաղություն։ Բայց խաղաղության պայմանագրը ստորագրել դեպքում դա ինքը միջազգային իրավական պարտավորություններ է ստանձնում եւ եթե դրանից հետ կանգնի, ապա պատժամիջոցների տակ կընկնի։ Իսկ այսպես ուղղակի բանավոր խոստում է ինքը տվել, այսինքն ապաշրջափակման եւ եթե օրինակի համար
վաղը կասեցնի, ինքը միշտ էլ հնարավորություն ունի ասելու, որ հայկական կողմը ճիշտ չպահեց իրան, ինչ որ խնդիրներ առաջացրեց, իսկ նախաստորագրումը խաղաղության պայմանագրի ինքը ընդհանրապես իրավական առումով որևէ պարտավորեցնող բան չունի, ինքը կարող է նախաստորագրվի, անգամ ստորագրվի, բայց ուժի մեջ չմտնի տարիներ, ինչպես օրինակ հիշեք Ցյուրիխյան արձանագրություններ կար, որ անգամ ստորագրվեց, բայց այդպես էլ իրականություն չդարձավ։ Հետևաբար խնդիրը հետևյալն է, Ալիևը մի կողմից օգնում է Փաշինյանին, բայց մյուս կողմից ինքը իրեն չի դնում հարվածի տակ, հետագայում դրանից հետ կանգնեն։ Հենց սա էլ ցույց է տալիս, որ ինքը նպատակ չունի ապաշրջափակելու, հակառակ դեպքում ինքը կդներ, կստորագրեր կամ հրագրեր փաստաթղթերով։ Այսինքն դուք կիսում եք ձեր այն գործընկերների կարծիքը, որոնք այսպես թերահավատորեն են վերաբերվում, որ խաղաղություն է հաստատվել, այսինքն Թրամփի վկայությամբ օգոստոսի 8-ից Հայաստանն ու Ադրբեջանը մտել են նոր փուլ եւ ըստ էության խաղաղությունը հաստատված է։ Ես ոչ միայն թերահավատորեն եմ դրան մոտենում, ես վստահ եմ, որ սա ի վերջո պատերազմի վերսկսման եւ ավելի վատ նախադրյալներով Հայաստանի համար պատերազմ վերսկսման է տանում, որտեվ եթե մենք տալիս ենք այդ Թրամփի ճանապարհը կամ չգիտեմ անցուղին, միջանցքը եւ այլն, դա հնարավորություն է տալիս Ադրբեջանին հարավից կտրելու Հայաստանը ընդհանրապես եւ ավելի խոցելի դարձնելու։ Խաղաղության գնացողը նախկերիներին կազատեր պատանդների հետ միասին սովետական Հայաստանի գրաված 200-ից մինչև 1000 քառակուսի կիլոմետր տարբեր աղբյուրներ, տարբեր թվեր են ասում, այդ տարածքային զորքերը դուրս կբերեր եւ այլն։ Սահմանազատմամբ կգանք դրան։ Սահմանազատումը այդ հարցը կլուծի։ Իսկ առ այսօր այդ սահմանազատումը ի վնաս մեզ է եղել, այդ ոնց է լինում, որ սահմանազատումը անդադ ի վնաս մեզ է, մենք ենք ինչ որ բաներ տալիս։ Այնպես որ պիտի տեսնենք, ասում աչքս տեսնի ասելով չի, առ այսօր դեռևս զիջողը մենք ենք եղել, որևէ բան Ադրբեջանը չի զիջել։ Իսկ դուք կիսում եք օրինակ խորհրդարանում ընդդիմության կողմից եղավ այսպիսի տեսակետ, որ այդ անխոչնդոտ անցումը Թրամփի ուղով դա նույն միջանցքն է։ Այո, իհարկե։ Այսինքն այն որ աշխարհի ոչ միայն Ալիևը, այլ տարբեր մեծամեծներ դա միջանցք են կոչում, պատահական չեն կոչում, որտեվ եթե այդ տարածքի վրա Հայաստանը չի իրականացնելու անձնագրային ստուգումներ, չի իրականացնելու մաքսային ստուգումներ եւ այլն, իսկ ով ասես չի իրականացնելու։ Իշխանությունն ասում է տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, այսինքն թե մաքսային եւ թե սահմանապահներ լինելու են։ Եղել են այդպիսի հայտարարություններ։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը ինքն է հայտարարել, որ չի մենք մատչելիություն ենք ունենալու տվյալներին տեխնիկական միջոցներով։ Ինքը երբևէ չի ասել, որ հայ սահմանապահներ կամ մաքսավորներ այդտեղ պիտի լինեն եւ կոնսորցիումն էլ նման բան չի նախատեսում։ Կոնսորցիումը նախատեսում է Միացյալ Նահանգների, Հայաստանի եւ երրորդ երկրների մասնակցությամբ կոնսորցիում եւ այդ երրորդ երկրները դեռ պիտի հստակեցնեն որոնք են։ Այսինքն ստացվում է որ բացի Հայաստանից եւ Միացյալ Նահանգներից Հայաստանի տարածքում նաեւ այլ երկրներ են իշխանություն բանեցնելու եւ այս այլ երկրները տարբեր երկրների անուն են տալի Թուրքիա, Ադրբեջան կամ Իսրայել։ Եթե համաձայնվեն Հայաստանն ու Միացյալ Նահանգները։ Այո, փոխադարձ համաձայնությամբ, բայց պիտի լինեն երրորդ երկրներ։ Արդեն դա ամրագրված է։ Օգոստոս 8-ի փաստաթղթում։ Արդյոք դա չի նշանակում, որ ամեն դեպքում ստուգումներ լինելու են, բայց թե ինչ եղանակով դա էլ հարց է, այսինքն բայց ամեն դեպքում մաքսային, սահմանային բոլոր ստուգումները լինելու են։ Չէ, դա չի նշանակում, որովհետև անխոչնդոտ կամ անխափան ասածը, օրինակալիա մեկնաբանել, որ ընդհանրապես որևէ բան էլ չի լինելու։ Հետևաբար, այսի մեկնաբանության հարցը դա միակ հստակությունը կլինի, երբ որ կսկսի այդ ամբողջը գործել եւ մենք կհամոզվենք, թե ինչպիսին է։ Մնացածը ենթադրությունների ոլորտից է։ Ինչու պիտի իշխանության մեկնաբանությունը ավելի հավանական լինի, քան այլոց մեկնաբանությունը։ Հիմա նրանք ովքեր որ կպաշտպանեն իշխանության տեսակետները, կասեն, պարոն Պապյան, դուք հոռետեսական այսպես կանխատեսումներ եք անում, ինչ պատերազմ, ասում են խաղաղություն է եւ վերջ։ Ասում եմ հոռետեսները դրանք լավ տեղեկացված իրատեսներն են։ Խաղաղությունը դեպքում Ադրբեջանը ինչի է ավելացնում իր ռազմական ծախսերը եւ 5.1 միլիարդ դոլարի ռազմական ծախս ունի Հայաստանը կրճատում ռազմական ծախսերը ինքը իր հռետորաբանության մեջ Հայաստանի նկատմամբ թշնամությունը չի փոխել եթե որտեվ մարդիկ էլ կասեն մեր դեմ չի այդ զենքը ուղված այդ դեպքում ուրեմն գոնե հռետորաբանությունը պիտի փոխվեր եթե առ այսօր Ալիևը իր բոլոր ելույթներում հակահայաստանյան ելույթներ ունենում եւ միջազգային
փաստաթղթերի մեջ ամրագրել է տալիս Հայաստանի նկատմամբ հավակնությունները։ Նայեք միայն վերջի 2-3 ամսվա ընթացքում Շուշիում, Գաբալայում, Ստեփանակերտում անցկացված իսլամական երկրների եւ այլ տարբեր միջոցառումների ժամանակ ինչ փաստաթղթեր են ընդունել եւ նաեւ հիշեք Ստամբուլի 57 իսլամական երկրների ընդունած փաստաթուղթը, որտեղ 20 եւ 26-րդ հոդվածները հստակորեն եւ խոսում են Միջանցքի մասին եւ Հայաստանի դեմ հայտարարություն եւ 4-ը բանաձև անցկացրեց Ադրբեջանը Ստամբուլում հունիս ամսին, որտեղ Հայաստանի պատասխանատվության հարցն էր դրվում նյութական, բարոյական եւ այլն, խաղաղություն ուզող այդ բաները չի անում։ Այսինքն դուք կարծում եք, որ չպետք է լիներ օգոստոսի 8-ի այդ համաձայնագիրը եւ առհասարակ այդ համաձայնագրերը, որոնք որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Թրամփի վկայությամբ ստորագրվեցին։ Չէ, պիտի լիներ, նախ դա համաձայնագիր չի, դա ընդհանրապես հայտարարություն է, իսկ հայտարարությունը որևէ իրավական պարտավորություն չէ, չեղածից լավ է դա։ Իմ ասածը ուրիշ է, որ դա բավարար չի, որպեսզի խաղաղություն հաստատվի։ Պետք էր Թրամփին եւ այլոց պետք էր, որ դա, էլ եմ ասում, լավ է որ եղավ։ Բան չունենք ասելու, հիմա կարար դա էլ չլներ, բայց դա չի երաշխավոր, որտեղ այդտեղ երաշխավորման խնդիր չկա։ Այսինքն ինչ է ասում, Ամերիկան ինչ պարտավորություն է ստանձնել։ Ենթադրենք կողմերից մեկը չի կատարում իր պարտավորությունները, Թրամփին զանգեն։ Թրամփը որսկի չի հիշում ով է։ Դե ասում են օրինակ Միացյալ Նահանգների ներկայությունը նույն այդ Թրամփի ուղու տարածքում կամ Թրամփի անունով անվանակոչված դա արդեն անվտանգության երաշխիքանման կարծիքներ կան։ Դա Միացյալ Նահանգների ներկայությունը չի, դա Միացյալ Նահանգների կոնսորցիում է, դրանք երկու բան են։ Այսինքն ցանկացած ընկերություն, որը Միացյալ Նահանգների անունից հանդես գալիս, համարվում է ամերիկյան, բայց ինչ լիազորություններ ինքը ունի այդտեղ, ոնց այդ ամբողջ կարողանալու անի։ Էլի մեծ հարցականներ է։ Գիտեք, սա մի փաստաթուղթ է, մի պայմանավորվածություն է, որը ցանկություններից բացի որևէ բան արձանագրած չի այդտեղ։ Մենք չգիտենք անգամ որ երկրներն են ելնելու, անգամ այդ կոնսորցիումը ինչ լիազորություններ կան, կամ Միացյալ Նահանգներից ով է հանդես գալի, ինչ մասնավոր ընկերություն։ Ես կամարեի Միացյալ Նահանգների ներկայացու եւ թե Միացյալ Նահանգների պետական որևէ կառույց ներկայացված լիներ։ Դա չի լինելու պետական կառույց, դա լինելու է մասնավոր կառույց։ Բայց չի լինելու պետական հովանավորությամբ, պետական հսկողությամբ։ Արդյոք Միացյալ Նահանգները առանց որևէ պետական հսկողության թույլ կտա, որ նման աշխարհաքաղաքական շրջանում առանց որևէ իրենց հսկողության ինչ որ մեկը գործի։ Դե գործել որ Ադրբեջանը պիտի գա, այդ ճանապարհը պիտի օգտագործի, այսինքն այդտեղ առանձնապես Միացյալ Նահանգների վերահսկման խնդիր չէ։ Այդտեղ ավելի շատ Միացյալ Նահանգների ներկայությունը ապահովում է Իրանի համար ապահովում։ Էլ եմ ասում, չեղածից լավ, բայց խնդիրը հետևյալն է, այդ կոնսորցիումը չունի որևէ պարտավորություն, հնարավորություն, կարողություն այդտեղ անվտանգություն ապահովելու։ Լավ է ամերիկյան դրոշի ներկայությունը շատ լավ է, ամերիկացի ներկայությունը լավ է, բայց այն պահին, երբ որ Ադրբեջանը մյուս հարցերը լուծած կլինի, ինքը չի նայելու այդ կոնսորցիումին հաստատ այդտեղ կոնսորցիումը ուզում ենք որ բան լինի, ոնց որ ասած խաղաղություն եւ ամերիկյան ներկայությունը, լինի ամերիկյան պետական ներկայություն, այսինքն պիտի լինի ռազմաբազա այդտեղ ամերիկյան։ Թեկուզ ես մի գումարտակ պիտի կանգնացնի, որ իմանանք ինչ որ մի բան անում։ Կա այդ գումարտակը, չկա այդ գումարտակը, ավելին ասեմ, դες շատ բան անհասկանալի է, պարզ չի այդ երկաթուղին, երբ որ պիտի ենթարկվի ռուսներին, որտեղ 50 տարով մենք ռուսներին ենք տվել երկաթուղին 2008-9 թվականից, դա ոնց պիտի գործի, այսինքն ռուսներն ու ամերիկացիք ինչ համաձայնություն այդտեղ պիտի գան Հայաստան ինչ դեր ունենա։ Սա մի հավասարում է, որտեղ շատ ավելի անհայտներ կան, քան հստակություններ։ Ուղղակի ընտրություններից համար լավ թեմա է քվեներ փոկելու համար։ Տեսեք, նույն իշխանություններն ասում են, դե լավ, օգոստոսի 8-ի փաստաթուղթ չեք ցանկանում, նոյեմբերի 9-ի փաստաթուղթ եք ցանկանում։ Եվ նաև սրան հավելելով կան նաև քաղաքագետներ, վերլուծաբաններ, ովքեր ասում են, որ Ալիև, Պուտին, այսպես լարված հարաբերությունները դրանք բեմականացված են, որովհետև օրինակ նույն Պուտինը Ալիևին համոզում է, որ ամեն դեպքում լավը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է։ Բայց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի գործում, որտեղ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եթե գործեր, ապա պիտի ռազմագերի եւ պատան չլներ։ Ըստ էության չի գործում։ Միջազգային իրավունքը հստակ է, այն փաստաթուղթը, որը կետերից մեկը կողմերը ոտնահարում են, ապա ամբողջ փաստաթուղթը առ ոչինչ է։ Եվ այդ փաստաթուղթով նոյեմբերին ստացվեց, որ այն ինչ որ պիտի Հայաստանը տվեց, տարածքներ եւ այլն, բայց այն ինչ որ միակ կետը որ պիտի ստանար, այդ չստացավ։ Մյուս կողմից նոյեմբերի 9-ի մեջ խոսվում է Լաչինի Միջանցքի մասին։ Ուր է այդ Միջանցքը Լաչինի։
Հա, եթե նոյեմբերին ենք ուզում, դի Լաչինի միջանցք կլինի, ուրեմն պետք է լինի Լեռնային Ղարաբաղ, կամ էլի հասկանալի չի, եթե Ադրբեջանի բանակցային դիրքը նա է, որ պիտի վերականգնեն սովետական սահմանները, այսինքն վերադարձ 91 թվականի վիճակի, այդ թվում կա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ։ Ուր է այդ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Այսինքն դուք ոչ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կողմնակիցն եք, ոչ օգոստոսի 8-ի։ Միանգամայն ճիշտ եք։ Եվ արդյունքում դուք ինչ եք առաջարկում այդ Շատ պարզ, երբ որ վեճ կա որևէ տարածքի շուրջ, դատարանը որոշում է, թե տիտղոսը ում է պատկանում, այսինքն ով ունի այդ համապատասխան փաստաթղթերը, նախ դա պիտի որոշվի տիտղոսը։ Երբ որ դուք կենցաղում հողային վեճ եք ունենում հարևանի հետ, դուք առաջին հերթին պիտի նայեք փաստաթղթային ասում ինչ է գտնում։ Նիկոլ Փաշինյանն ասում է Ալմատի ինչ որ հռչակագիր եւ այլն։ Թե լավ, թող մի դատարանն ասի այդ միջազգային դատարանի մասին է խոսքը, որտեղ միջպետական վեճերով։ Ի վերջո դրան գալու ենք Ադրբեջանն է մեզ ստանելու, որտեղ Ադրբեջան սանով բավարարված չի, բայց կտեսնենք դեռ ինչ է լինելու։ Բայց խնդիրը հետևյալն է, առանց իրավական հարցերը լուծելու ո՞նց են լուծում։ Հիմա ամենաառաջի հարցը, որ մենք սկսեցինք, դրա մասն է, որ Ալիևը որպես բարի կամքի դրսևորում թողում է, որ ցորենը գա հասնի մեզ։ Եվ աղնել կարող է որպես չար կամքի դրսևորում արգելի ո՞նց է լինելու։ Դուք վստահ եք, որ այդ ցորենը այդ տարածքով անցավ, ինքը լինելու է ապահով եւ առանց, չգիտեմ, տարբեր վտանգավոր խառնուրդի, դա ոչ ոք չգիտի, ով է ապահովելու, ով է բեռի ապահովումը բանանելու, գրանցելու եւ այլն, այնտեղ միլիոն հարցեր կա։ Մենք եթե հարաբերություններ չունենք այդ պետության հետ, ով է զբաղվելու ապրանքի փոխադրման հարցով։ Նույնը Մեղրի միջանցքի կամ անցուղու, չգիտեմ, Զանգեզուրոնց ուզում ենք ոչ, այդտեղ լիքը խնդիրներ կա։ Վթարի դեպքում, մահվան դեպքում, չգիտեմ, հիվանդանոց տեղափոխվելու դեպքում հանցագործություն կա, ով արնելու կոնսորցիումն է իրականացնելու։ Հայաստանն է եթե Հայաստանն է իրականացնելու, բայց դեպքում Ալիևն ասում է, որ պիտի հայերես չտեսնեն, ոնց են դա իրականացնելու, օրինակի համար Վթարի դեպքում կամ մարտեր իֆարկ ստացավ մեռավ ճանապարհին։ Այդտեղ բաներ կա, սա ուղղակի բան է, ընդհանուր այսպես խոսակցությունները, լավ է, համբերեք թող գա հունիսն անցնի ընտրությունները, նոր Ադրբեջանի իրական դեմքը կբացվի։ Մինչ ընտրություններ կան խոսակցություններ, որ Էրդողանն ու Ալիևը որոշ տեղեկություններով նրանք էլ գարնանը գալու են եւ մասնակցելու են եվրոպական քաղաքական այդ գագաթնաժողովին, որը Հայաստանում է անցկացվելու։ Սա ինչ որ նշանակություն կարող է ունենալ, եթե հաշվի առնենք նաև այն, որ Թուրքիայից բարձր մակարդակով կար, որ հնարավոր է Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիրը վերջնական ստորագրեն առաջին կիսամյակում։ Դուք նաև հնարավորություն տեսնում եք, որ կարող է գագաթնաժողովի շրջանակում ինչ-որ մի բան ստորագրվի։ Երևանում քիչ հավանական եմ համարում դա, որտեղ այդ Բաքվի համար ընդունելի չի լինի, որ դա Երևանում ստորագրվի։ Դե ասում եք ցանկանում է օգնել դրա համար նաև։ Չէ, դե օգնել, բայց այդ աստիճանով չի ցանկանում ինքը օգնել, բայց այդ օգնելը օգուտ իրեն է, ինքը ուզում է օգնի, որտեղ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը տալիս է այն, ինքը պիտի վերցներ ուժով, պատերազմով, աղմուկով, զոհերով, խնդիրներ ունենալով։ Հիմա այդ ամբողջին կստանում է առանց որևէ խնդիրի։ Ինչի՞ չպետք է ուզի, որ Նիկոլ Փաշինյանը լինի իշխանության։ Իսկ Էրդողանի բանի գալը կարող է եւ գան, բայց դա ինչ է տալու Հայաստանին։ Ասենք Էրդողանը եկավ Հայաստան։ Գյուլն էլ եկավ Հայաստան այն ժամանակ։ Հիմա եթե մենք իրանք պիտի գան, մենք իրանք պիտի բան զիջենք, ինչ որ հերթական ինչ որ մի բան զիջենք, դրա իմաստը որն է, ամեն ինչ որոշվում է արդյունքով, կյանքում էլ է, չէ՞ ձև։ Ի վերջո ցանկացած երևում գնահատվում է վերջն արդյունքով։ Ինչ եղավ, թե դրանից հետո ինչ մնաց կողմերին։ Առայժմ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի բոլոր կետերը, բոլոր ցանկությունները հերթով իրականանալով գնում են։ Հիմա եթե պիտի գա Էրդողանը հերթական անգամ իր ցանկությունները այստեղ իրականացնի, ավելի լավ է թող չգա։ Եվ վերջում ամփոփելով մեր զրույցը, հաճախ լսում ենք, որ Հայաստանը պետք է հստակ որոշի արևմուտք թե Ռուսաստան։ Դուք կարծում եք այդպիսի կտրուկ ընտրություն ընդհանրապես հնարավոր է մեր աշխարհագրական դիրքի պայմաններում։ Մենք ստիպված ենք ընտրություն կատարելու, որովհետև ժամանակին 2000-ականներին գիշեք մենք այսպես ասած փոխլրացման կոմպլեմենտար քաղաքականություն ենք իրականացնում, որ այն ժամանակ հնարավոր էր, որովհետև չկար այդ ուժեղ դիմակայությունը Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև։ Հիմա կա, եթե կողմերը իրար ճշնամաբար են վերաբերում, դու պիտի կողմերից մեկի հետ լինես։ Հակառակ դեպքում դու խնդիրներ ես ունենալու երկուսի հետ, ինչը որ մենք ունենում ենք։ Հիմա մի կողմից Նիկոլ Փաշինյանը ընդհանուր Արևմուտքի մասին է խոսում, բայց բոլոր քայլերը ուղղված են դեպի Ռուսաստան։ Դրա համար ստացվում է, որ երկու կողմերն են մեզանից դժգոհ են։ Ռուսները դժգոհ են, ասում են, ինչ որ բաներ եք անընդհատ խոսում։ Դիվերսիֆիկացիոն քաղաքականություն են բառում ասում են։
Ինչ դիվերսիֆիկացիա, այդ որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, ՀԱՊԿ-ի անդամ ենք, ապա որն է դիվերսիֆիկացիա։ 2000 թվականներին մեր առևտրային առաջի գործընկերը Եվրոմիությունն էր։ Հիմա Ռուսաստանն է։ Այդ ո՞նց եղավ դիվերսիֆիկացիա։ Ստացվում է, որ մենք այն ժամանակ որ պրո-ռուսական էինք, ավելի արևմտամետ ենք, քան թվերն է պետք նայել։ Թվեր, այսինքն ըստ էության մենք մնում ենք նույն կառույցների մեջ, ինչ որ եղել ենք, ընդհակառակը կախվածությունը Ռուսաստանից ավելի է շատացել, ինչ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը։ Իսկ ըստ ձեզ այդ ընտրությունը դեպի որ կողմը պիտի լինի։ Արևմուտք միանշանակ, որովհետև Ռուսաստանի շահերը բռնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, մեր հետ կապ չունի այդ շահերը։ Այսինքն այս ընտրությունը Ռուսաստանը մեզ ընտրություն չի թողել։ Ռուսաստանն ինքն է արդեն ընտրել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմը, եւ քանի որ մենք միայնակ չենք կարող գոյատևել, մենք այլ անվտանգային համակարգի մեջ պիտի մտնենք, այդ անվտանգային եւ տնտեսական համակարգ կարող է լինի արևմուտքը։ Հատկապես Ռուսաստանի ապագան շատ մշուշոտ է։ Շնորհակալություն։ Ընտրում։ Հեռանկարում քաղաքագետ Արա Պապյանն էր։